Տեսլայի պլյուսները մաս 3, որտեղ երկու մասի մեջ չկարեցանք տեղավորենք, ճիշտ ասած, մնացած մինուսները, պլյուսները, սաղ էջում կա, կարաք մտնեք նայեք։ Քանի որ ինքը մատոր կառոպկա ոչի բան չունի, այսինքն դու գազ սխմեցիր ինքը գնաց, всё։ Ատենց է ինքը աշխատում, դու կարող ես ապգոն մտնելու ժամանակ շատ արագ կարող ես այդ գործողությունը անես, այսինքն քեզ պետք չի գազ սխմել, սպասել սկորոստները իջցնի, նոր որ ավտոն ոնց որ սկսի գնալ արագ։ Դու պրոստը գազ սխմեցիր, ինքը արագ անցավ։ Մեկ էլ կայֆ բան կա այստեղ, որ խոսքի կարող ես տնես, օրինակ սպокойный ռեժիմ, գազի պեդալը որ սխմում ես, ինքը հանգիստ է փոխվում տեղից, կա ստանդարտ ու նայած ավտոյի ոնց է էլի սպորտ ռեժիմներ, որ գազի պեդալը սխմեցիր, ինքը միանգամից թռնում է տեղից։ Եթե ինչ որ պլյուսների մասին մոռացել ենք, գրեք կոմենտներում։ Ինքը սանտիմետրերով գրում է, թե ինչքան հեռավորություն է մնացել քո ու այդ դիմացի մեքենայի միջև։ Քենց դիմացից ինչ որ մեքենա տորմուզ է տալիս, էլի ծնգում է, զգուշացնում է, որ ես էլ տորմուզ տամ, եթե ես չեմ հասցրել, ու եթե ես չեմ հասցնում տորմուզ տամ, ինքը իմ փոխարեն տորմուզ է տալիս։ Կարճ ասած, ինքը շատ հետաքրքիր ֆունկցիաներ ունի, որ այս վիդեոների մեջ մենք չենք կարա լրիվ ասենք, բայց շատ ու շատ պլյուսներ ունի ինքը։ Լավ ավտո է, կարճ ասած, վատ ավտո չի, մենք գոհ ենք ընդհանուր իրանից, բայց որ BMW-ներ ավելի լավ կլիներ։ Ոչ, որ Mercedes-ները։ Ռեշկուսել էլեկտրական չենք սիրում, բայց էլեկտրական ենք քշում, էլի։